Մենք գտնվում ենք 7 աղբոր սրբավայրում, որը գտնվում է Շիրակի մարզի Հացիկ և Կարմրաքար գյուղերի միջև։ Սրբավայրը 4-5-րդ դարերի կառույց է և ժամանակի ընթացքում ենթարկվել է փոփոխությունների, պահպանելով հիմնական տեսքը։ Կարմրաքար գյուղում պեղումներ կատարելու ընթացքում հայտնաբերվել են իշխանական դամբարաններ և պարզվել է, որ այս տարածքը եղել է ռազմավարական նշանակության պահակակետ բնակավայր, որտեղ մարդիկ հիմնականում զբաղվել են անասնապահությամբ և կավագործությամբ։ Ու քանի որ այդ ժամանակաշրջանում կռիվներ էին տալիս պարսիկների դեմ, և իրենց ժողովրդին ու գյուղը պաշտպանելու համար նաև կռվում էին 7 եղբայրները, և իրեն զոհվելուց հետո ժողովուրդը որոշում է իրենց հանձնել հողին այն նույն տարածքում, որտեղ որ նրանք նահատակվել են։ Եվ քանի որ եղբայրները շատ աստվածապաշտ են, կառուցվում է այս մատուռը։ 4 եղբայրների գերեզմանը գտնվում է մատուռի ներսում, իսկ 3-ինը դրսում։ Այսօր մատուռը ունի շատ մեծ զորավոր ուժ և այն համարվում է ուխտատեղի, և այստեղից էլ ծագում է 7 եղբայրներ մատուռի անվանումը։ Kebab. Kar bırak. Elle kızım yere Operaciones. Ya hodne mi camino de. Uy, go, go. Taza kapçıyor. Vay çapayı. Ինչպես արդեն տեսաք, մենք Թոփառլի գյուղում ենք,
եկել ենք Ծակքար սրբավայր, մտանք մատուրը, մոմ վառեցինք, աղոթեցինք, հիմա էլ այստեղ հենց այդ լեգենդար Ծակքարի մոտ ենք, այստեղ տեսնում եք, զարմանալի է, բայց ուզում եմ ասել, որ ես այստեղ չեմ եղել, մենակ հիշում եմ, որ մի անգամ մեքենայով գալիս էինք ու Թոփառլի գյուղի մոտով էինք անցնում, ուղղակի մի պա կանգնել ենք, այն ժամանակ այսքան սիրուն չէր ամեն ինչ, կամ էլի նույն բնություններ, ուղղակի ես չեմ հիշում, ես այդ ժամանակ երևի 7-8 կամ ամենաշատը 10 տարեկան էի, ու ակամայից մտածում եմ, թե ինչ է, որ երբ ամեն ինչ մեր քթի տակն է, ամեն ինչ այսքան մոտ է, բայց մենք ժամանակ չենք ունենում գալ, վայելել, բացահայտել ու ուղղակի հիանալ այս չքնաղ բնությունով, այս ամեն ինչով, չգիտեմ, ասել, որ տպավորված եմ, դա կնշանակի ոչ մի բան չասել։ Շատ ուրախ եմ, որ այսօր այսպես պատահական ուղղակի արթնացանք, որոշեցինք ու եկանք, երևի հենց ճիշտն էլ դա է, որ ուղղակի որոշես առանց մտածելու, առանց ասելու հարմար է, հարմար չի, մի ուրիշ լավ որ կարելի ընտրել, ոչ, ուղղակի պետք է որոշել ու գալ։ Իսկ հիմա գնանք մի փոքր նստենք այս մաքուր օդին, սուրճ վայելենք ու գնանք տուն, որովհետև իրականում եղանակը այդքան էլ լավ չի, կարող է և անձրև կա, բայց դա մեզ չխանգարեց, գնանք։
Դու վազեն ես կնկարեմ քեզ, հա? Դե ինձ սիրուններս, ինչպես տեսակ, ակամայից մենք շատ սիրուն հավես կիրակի օր կազմակերպեցինք, եկանք եւս մի չքնաղ ու շատ սիրուն վայր բացահայտեցի ինքս իմ համար ու որպեսի գիտություն ուզում եմ մի բան ասել, որ այս տարի նպատակ եմ դրել այցելել այնպիսի մի վայրեր, որտեղ երբևէ չեմ եղել կամ եղել եմ շատ փոքր տարիքում ու գրեթե ոչ մի բան չեմ հիշում, այնպես որ կարող եք բաժանորդագրվել, քանի որ ամառը շատ հետաքրքիր է անցնելու մեզ հետ, ես դա խոստանում եմ ձեզ, միասին բացահայտելու ենք Հայաստանի ամենասիրուն ու գողտրիկ անկյունները, այցելելու ենք այնպիսի վայրեր, որոնք քիչ մարդիկ են այցելում, որտեղ բնությունը չքնաղ է ու սիրուն ու համել եթե երկրից դուրս եք ապրում, վստահ եմ, որ մի փոքր ձեր կարոտը կառնեք հայրենիքից ու ինչ որ մի ձևով կփոխանցեմ ձեզ դրական, հաճելի, ինֆորմատիվ վլոգներ, այո, քանի որ մեր վլոգներում կլինեն նաև լիքը ինֆորմացիա այն վայրի մասին, որտեղ որ մենք կայցելենք, չգիտեմ, ակամայից շատ սիրուն օր ունեցանք, նախ երեխեքը լիքը վազվզեցին, խաղացին, այս մաքուր օդը շնչեցինք, իսկ հիմա գնանք տուն, որպեսզի երեխեքը լողանան, այսինքն մենք բոլորս լողանանք, պատրաստվենք, քանի որ արդեն վաղը երկուշաբթի է ու սկսվում է աշխատանքային շաբաթը, հատկապես Նինուլիկի համար, որ պատրաստվում է ավարտական քննություններին ու պետք է լավ պարապի։ Մի խոսքով սիրուններս, այսքանով ասում եմ ձեզ մնաք բարով եւ խաղաղությամբ, սիրում եմ բոլորիդ շատ, դե իսկ մենք կհանդիպենք արդեն հաջորդ վլոգում։ Պակա։ Սիրուն։ Բնությունը սիրուն է։ Իսկ կարելի է բնությունը աղտոտել։ Ոչ։